Պարոն Հովհաննիսյան, հիմնականում ոչ թե հարց, այլ ձեր ուշադրությունն եմ ուզում սևեռեմ այն հարցերի վրա, որոնք հիմնականում քաղաքացիներից են գալիս եւ հիմնական 3-ը կբարձրացնեմ այս պահին։ Առաջինը քաղաքացիները շատ են բողոքում ամրագոտիների կապված լինելու վերաբերյալ պարեկների վերաբերմունքից։ Տեսեք, ասում են Երևանում նույնիսկ նկատում են, բայց ուշադրություն չեն դարձնում, էլի ուշադրության մասով, բայց մարզերում կոնկրետ շատ խիստ է, ինչի համար շնորհակալ եմ։ Իրականում բոլոր այս խախտումները, որոնք որ արձանագրվել է ձեր կողմից, դա ձեր հետևողական աշխատանքի շնորհիվ է եւ ես իսկապես շնորհակալ եմ մեր ոստիկանության աշխատանքներից, բայց այնուամենայնիվ քաղաքացիների հարցերը պետք է բարձրացնենք եւ երկրորդ կարեւոր հարցը նաեւ քաղաքացիներից եկող դա մանկական պահող հարմարանքներով երթևեկությունը վարորդների ուշադրություն դարձնել, որպեսզի անպայման ունենան այդ նստատեղերը, հատկապես տաքսիների մասով են խնդրում ուշադրություն դարձնել, որովհետեւ հիմնականում տաքսիներն են այս կարգը խախտում եւ երրորդ մասով Նորագավիթի առաջին փողոցի եւ Արտաշատյան խճուղի այս ճանապարհահատվածում հիմնականում շատ են լինում խցանումներն ու ճանապարհատրանսպորտային պատահարները։ Բնակիչները խնդրում են, որպեսզի ինչ որ մի ձև կարգավորվի այդ հատվածը, որպեսզի հնարավորինս հետագայում խուսափենք տհաճ իրավիճակներից։ Սա կոնկրետ առաջարկներ են, խնդրում եմ ձեր ուշադրությունը այս հարցերին։ Շնորհակալություն։ Ամրագոտիների հետ կապված ասեմ, որ 2024 թվականին 37,958 արձանագրություն է կազմվել, 2025 թվականի առաջին եռամսյակում արդեն իսկ 46,348։ Նույնը մանկական պահող համակարգի բացակայության հետ կապված 1284, 2361։ Խիստ պահանջ է տրված է պարեկներից մեր, որոնք աշխատանքներ իրականացնում են եւ հնարավորության դեպքում ամեն ինչ անում են հայտնաբերելու համար։